3 օր անարգել ու անպատիժ Սումգայիթում հալածում էին հայերին։ Պաշտոնական Բաքուն հետո արդարանում էր, թե տեղյակ չի եղել Սումգայիթի դեպքերի մասին։ Մինչդեռ Հայաշատ քաղաքն Ադրբեջանի մայրաքաղաքից բաժանում է ընդամենը կես ժամվա ճանապարհ։ Սումգայիթը խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ խտրականության, ծրագրված սպանությունների ու էթնիկ զտումների հետևողական քաղաքականության արդյունքն էր։ Արյունոտ օրերից մոտ 3 տասնամյակ անց Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը։ Ով է պատասխան տալու։ Հարցը Սումգայիթի զոհերի հիշատակի օրը բարձրացնում են նրանք, ովքեր սեփական աչքերով են տեսել ջարդերը։ Իրինա Գասպարյանը ամբողջ սարսափ հիշում է բոլոր մանրամասնություններով։ Ծննդատաններ, լույս աշխարհ էր եկել նրա երկրորդ երեխան։ Ադրբեջանը պետք է պատասխան տա այն երեխաների համար, ում որ 7-րդ հարգից շպրտել են դուրս։ Իմ աղջիկաս ես 4-րդ հարգից պարանով պայուսակի մեջ իջացրել եմ ներքև նորացի ներեխուս։ Ադրբեջանի պատասխանատվության ենթարկելու եւ Սումգայիթը դատապարտելու կոչեր են հնչել աշխարհի բազմաթիվ հայաշատ վայրերում։ Հաագայում կասեցնել ադրբեջանական ագրեսիան կոչով Քայլերթի մասնակիցները հասել են Ադրբեջանի դեսպանատուն։ Նիդերլանդների արտգործնախարարին հորդորել են դատապարտել Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը։ Հակաադրբեջանական ցույց է տեղի ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց։ Ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն էլ բաց նամակ է ուղղել կոնգրեսին։ Այդ ջարդերը պատահականություն չէին, այլ ադրբեջանական իշխանությունների տարիներ շարունակ իրականացրած հակահայկական քարոզչության սոսկալի հետևանք։ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չպատժեցին սարսափելի դեպքերի պատասխանատուներին, այլ մինչև այսօր փորձում են քողարկել տեղի ունեցածը։ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է հայատյաց քաղաքականությունը դպրոցական նստարանից սովորեցնում ատել հայերին եւ ազգային հերոսի կոչում շնորհել հայ սպանողին։ Նազելի Գրիգորյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։